Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Ողջույն եւ բարի գալուստ Հերոսների լիգա, որտեղ իրարից տարբեր արդեն 10 մասնակից հավաքվել են բարձելու թե ով է իրենցից գլխավոր հերոսը։ Եվ ամենակարևորը, որ այդ ամենը տեղի ունենում կրքերով լի, այդ ամենը տեղի ունենում շատ լարված անձնական հարաբերությունների եւ ոչ միայն անձնական հարաբերությունների, այլ մրցույթային հոգեվիճակի մեջ։ Այսօր նույնպես լինելու են նախագիծը լքող մասնակիցներ։ Իսկ թե ովքեր կլինեն դրանք եւ ինչպես կընթանա այսօրվա մրցութային օրը, կտեսնենք քիչ հետո։ Այո, իրոք շատ լարված լինելու, սակայն լարված օրը պետք է սկսենք լավ նախաճաշով, ես կարծում եմ, եւ Եգիպտոսի այս հրաշալի հյուրանոցը բացառություն չէ։ Այո, ուզում ենք օրը սկսել լավագույն նախաճաշով, որը կարելի է պատկերացնել։ Բոլոր մայրերի կողմից ամենասիրված կարտամտերքի ընկերությամբ Բոնի լաթով։ Եթե ցանկանում եք նախաճաշել ոչ միայն համեղ, այլ նաև առողջ, ընտրեք մայրիկների սիրելի Բոնի լաթը։ Բոնի լաթ, իմ անուշ, իմ միակ։ Էլի դուք Առավոտ ժամը 6-ին խիեմ զարթն է, ես չպետք է զարթնեի, բայց դե որ եկել հանել են, հիմա ուր քնես, լույսը բացվավ։ Խորանամ ես։ Խենքը լքնած, ժամը 6:30 պազյոմներ է մեր։ Իմ համար շատ դժվար է առավոտ շուտ ելնելը, դրանից հետո չի լինում տրամադրվել խաղերին։ Ուզում եմ դուրս գամ խաղից, եթե պետք է էլի առավոտ 6-ին զարթնենք։ Ես լուրջ եմ ասում, այդ ժամանակներից է ընկերվային ատում։ Մենք դարձանք 5 հոգի ու արդեն այսօր պիտի խաղանք առաջին անգամ 5-ով։ Մարին էստեղ էր քնում։ Ես ջիջում եմ մեծ բողոքություն ա եղել։ Հակառականի տային ես շատ տխուր էի, որ Մարին գնացել է։ Տղաներն էլ են շատ հուզիչ արտահայտվել Մարիի կորստի հետ կապված։ Երամբիով եկել է։ Մարին 3 ճանապարհեցինք, հուսով եմ բարով տեղահաս է։ Հաշում մի պահ էլ է գիշերը, սոդայա ջուր խմեցի էլի քնա։ Իսկ տանջում են պահը, որ կաշան հեղացավ։ Տենց ստացվեց, որովհետև Հարութը ձեռք բերեց անմահություն, եթե ինքը անմահություն ձեռք չբերեր, ես վստահ եմ, որ գրեի Հարութի անունը։ Մարտական եմ տրամադրված, բայց որ թողեն մի կես ժամ ավել քնեի, ավելի մարտական կտրամադրվեի էլի դե։ Հերոսների լիգա Բոլորիս ոտքերը ցավում է, բայց դե տարբերակ չունենք, պետք է բազենք։ Չենք կարողանում ոչ մի բան ուտել, որովհետև ուժեղ սրտխառնոց ունենք, շատ վատ ենք մեզ զգում։ Ճիշտ է, մի քիչ վատ եմ, սիրտս խառնում է, բայց կհաղթենք։ Ես Անյութն եմ, Բրազիլիայի մարզաշապիկով հայտնի են աղջիկը։ Ես երիտասարդ սցենարիստ եմ եւ շոու դպրոցում դասավանդում եմ ստեղծագործականության դասեր։ Անյութը եւ շոու դպրոցի ամենափորձառու ուսանողուհիներից մեկն է։ Իր մոտ հավասարաչափ զարգացած են այն բոլոր հմտությունները, որոնք հենց մեր մոտ դասավանդվում են։ Գրել եմ մի շարք հեռուստանախագծերի սցենարներ, այդ թվում Շանթ հեռուստաընկերությունում։ Իդեպ Անյութը իմ կյանքի ամենաերիտասարդ գործընկերներից մեկն է, լինելով ընդամենը 16 տարեկան, ինձ հետ հեղինակել է մի շարք խոշոր հեռուստատեսային, բեմական եւ գովազդային նախագծեր։ 2025 թվականին կատարվեց իմ մասնագիտական երազանքը։ Ընկեր Ծյուշը Full House նախագծի ամերիկյան շոու ներկայացման սցենարի վրա աշխատելիս ինձ որպես պրակտիկանտ ընդգրկեց իր թիմում։ Պատկերացնում եք, ես մասնակցում էի մի նախագծի սցենարական աշխատանքներին, որի ֆանատն եմ եղել ամբողջ կյանքում։ Երբ կողքից թիմակիցներս տեսնում եմ հիվանդեն, ակամայից այդ ցավը ունեմ բնավորություն, որ վերցնում եմ իմ վրա։ Այսօր ճիշտ ասած թվում ինչ-որ հանգստություն կա։ Պիտի հաղթենք, որովհետև մեզ չի սազում պարտվելը։ Գիշերը եկավ եւ շոու դպրոցի երեխեքը եկան, մտան մեր սենյակ, խնդրեցին, որ այսօր թույլ խաղանք, ասին մեր
տնեցիք նայում են, ուզում ենք մի օր մենք հաղթենք։ Հուսով եմ այսօր կհաղթենք ու այդ հաղթանակը մեր թիմին ուժ, առողջություն ու ավելի մարտական տրամադրություն կբերի։ Հերոսների լիգա Բարի գալուստ հերոսների լիգա, որտեղ արդեն 10 տարբեր հերոսներ հավաքվել են պարզելու, թե ով է իրենցից գլխավոր հերոսը։ Ոնց եք ժողովուրդ։ Լավ։ Ձեր թիմից մեկական մարդ հեռացրեցիք ու լավ եք։ Իրականում մեր թիմից շատ ուժեղ մասնակից է գնացել։ Այսօր խաղալու ենք առանց իրա, տեսնենք ոնց կստացվի։ Դե իրա գնալը հեշտ էր, ինքը սամալյոտը խոդի տվեց։ Անգամից գնաց Երևան էլի։ Ոնց հասկացա Ռազմիկ, քո ուժեղ կողմը հումորաները չի։ Հուսով ենք մարզադաշտում խաղաս, այլ ոչ թե կասես ոտքս բռնվելա ու չես մտի վազելու։ Մասնավորապես առաջին օրվա խաղում Մարին ավելի մեծ ներդրում ա ունեցել վազքում, երբ դուք հաղթեցիք, քան դու ում մկանը ձգված կանգնած նայում էր, թե ոնց է Մարին կրում խաղը, բայց այսօր դու մնացել ես թիմում, իսկ Մարին չկա։ Դե թե խանգարում եմ, ես գնամ։ Այդ իզմիասը, քո թիմին ասա։ Իդեպ ինձ Կասյան էր զանգել, նորմալ տեղ ա հասել, բարևում էր բոլորիդ։ Ինչ որ բան ունեք փոխանցելու Կասյային։ Պաչիկներ լիքը։ Պաչիկներ։ Օթային։ Շատ շուտով կհանդիպենք ու ոնց ինքը ասեց, որ իր միակ ցանկությունը այստեղ գնալուց վերջին, որ Եվը հաղթի, հետեւաբար հուսով ենք իր ցանկությունը կատարած։ Հուսով չէ, ես վստահ եմ։ Կլինենք։ Մինչ այսօրվա մրցույթի սկսել ասեմ, որ ունենք բավական հետաքրքիր նորություն։ Աղթամար տուրի կողմից, ինչպես նաև Ռիքսզների հյուրանոցային ցանցի կողմից բավական հետաքրքիր անակնկալ կա։ Քանի որ եւ շոու դպրոցը երկու խաղանից մեջ պարտվել է, պարգևին չի արժանացել, մեր գործընկերները Աղթամար տուրը եւ Ռիքսզների հյուրանոցային ցանցը առաջարկում է ձեզ, որպեսզի անկախ այսօրվա խաղի ելքից դուք նույնպես ունենաք պարգև։ Կրկին բարև ձեզ Մարիամ ջան։ Ողջույն Վահե ջան, մեծ սիրով սպասում ենք ձեզ Աղթամար տուր տուրիստական ընկերությունում։ Մարիամ ջան, ինչ բուն խնդրանք ես, ինչ կա, չկա, ինչ նորություն կա Աղթամար տուրում։ Նշեմ, որ այս տարին տարբերվող է լինելու, քանի որ այս տարի ունենք ուղիղ չվերթներ դեպի Ալբանիա, նոր եւ չբացահայտված ուղղություն հայերի համար։ Շատ լավ, Ալբանիա, փաստորեն այնտեղ բացի ծովափի հանգստից նաև կարող լինեն խմբային տուրեր։ Իհարկե, ունենք խմբային տուրեր եւ ունենք անհատական փաթեթներ։ Նշեմ, չվերթները սկսվում են հունիսի 22-ից, շաբաթական 2 անգամ եւ մի կարեւոր նկատառում, Ալբանիան հարմար է եւ ծովային եւ քաղաքային հանգստի համար։ Հրաշալի, իրոք շատ լավ նորություն էր։ Դե հիմա բուն խնդրանք ես էլի։ Նախորդ անգամ մեր հաղթող թիմին ձեր խորհրդով ուղարկեցինք ակվապարկ, ինչից բոլորը շատ գոհ էին։ Հիմա խնդրում եմ, ասեք էլ ինչ առաջարկենք հաղթող թիմին Ռիքսս Ռադամիս հյուրանոցում։ Իհարկե Վահե ջան, մեծ սիրով Ռիքսս Ռադամիս հյուրանոցը զատ հիմնական հյուրանոցային համարներից առաջարկում է առանձին վիլաներ, որոնք ունեն իրենց առանձին լողավազանները։ Վիլաներ։ Այո։ Լաքշրի։ Այո, լյուքս հանգստի սիրահարների համար։ Շատ լավ, ես շնորհակալություն եմ հայտնում։ Մեծ սիրով։ Ես վստահ եմ, որ մեր մասնակիցները հաճելի անակնկալ են ունենալու։ Այդ մեծ պարգևը ձեզ մեր գործընկերներից։ Նախ շնորհակալ ենք երկուսին էլ, բայց մենք ուզում ենք այդ հաճույքը վաստակել, հետեւաբար եթե մենք հաղթենք, սիրով կգնանք եւ մեր այդ հնարավորությունը, որ ընձեռնված է մեզ, կտանք մեր ընկերներին, այսինքն ցանկացած դեպքում էլ երկուսով այսօր հետաքրքիր օր պիտի անցկացնենք։ Մենք ձեզ իրականում շնորհակալ ենք համս։ Եկեք անցնենք մեր առաջին մեծ մրցույթին, էստաֆետային, որի կանոնները բացատրելու համար այստեղ հրավիրենք Ռակուրս Գեյմի Դավիթին։ Ողջույններս, արգանքներս, թիմեր ողջույն։ Մի քիչ տխուր եմ, որ արդեն ավելի քիչ եք, բայց ուրախ եմ, որտեղ պայքարը ավելի կթեժանա։ Թիմերը կանգնելու են, առաջին մասնակիցը պետք է այս ամբողջ տարածքը կրի անցնի, բայց ճանապարհի անցնելու մի մասը տեսնում եք, որ քաշված են ժապավեններ։ Պետք է ժապավենների տակով անցնել, այսպես ասած, պապլացուսկի կամ սողեսող տարբերակով։
Առաջին մասնակիցը գալիս է, վերցնում է գնդակը ու նետում իր թիմին։ Հաջորդ մասնակիցը վերցնում է գնդակը ու արդեն գնդակը ձեռքը նույն ճանապարհը անցնում գալիս է այստեղ։ Նետում է երրորդին։ Առաջի փուլը կավարտվի այն ժամանակ, երբ թիմը ամբողջությամբ կտեղափոխվի այստեղ։ Երկու մեկ Քերծված ոտքերով, ձեռքերով ես ամեն կերպ ուզում էի ճիշտ ասած պայքարել ես խաղը։ Բռնեց գնաց մյուսը ժամանակ չեն կորցնում։ Անյոտ Ապրել աղջիկներ, ընտիրը գնդակը չեն կորցնում։ Ապրեք։ Տեսակ, որ շալվար են հագնում։ Դրանից իրանց ուժները չի վերևելում, է։ Ես վատ էի, իմ վատ հալով ես կարծում եմ, որ շատ լավ անցա։ Ապրեք։ Գնացինք։ Էտուր։ Մարդ էլ գնաք չի ռեստորան գնդակը։ Դարձյալի մեղավորություն եմ, ինչի համար շատ եմ ցավում, բայց դե կյանքը ամեն ինչ էլ պատահում է։ Ես միշտ գնակը գրանցի բերեցի, իրանք մեզնից մի հոգի առաջ ընկան։ Իսկ միջով էլ մենք կրում ենք։ Շատ լավ, բայց իրավիճակը փաստորեն ստացվում է, որ հիմնականում գնդակ նետելով արվեստը այդքան լավ դրված չի մեր մասնակիցների մոտ, քանի որ հենց նոր վատ նետման պատճառով բավական մեծ խնդիրների առաջ կանգնեց կրկին եւ շոու դպրոցի թիմը։ Ամենաշատը ներխում եմ նրա համար, որ մենք թույլ ենք տալիս ինչ-որ անիմաստ սխալ, որը մյուս թիմը ընդհանրապես թույլ չի տալ։ Չի օգնում է, վնասում է, դե հիմա ինչ եք ուզում, ես էլ չեմ կարող։ Ավ հանդիստավ։ Ավս մի քիչ ներքև կյանք։ Ներքև։ Գլուխ տոնզի հնարքով ջախջախեց եւ շոու դպրոցին բացահայտ կրեցինք։ Մինչև վերջ։ Թիմեր ծափարեք իրար, ապրեք։ Չգիտեմ ոնց էր իհարկե պայմանավորված, որ իրանք շալվարով են, մենք շորտիկով ու մեր ծնգները ճղվում է, բայց մենք կրել ենք ու կրելու ենք։ Բարև ձեզ, ես Անիտա Սարգսյանն եմ ու արդեն 10 տարի է սովորում եմ Տրիո ստուդիոյում, բայց մի անգամից ասեմ, որ ընդունվել եմ Տրիո ստուդիո առանց բարեկամական կապի, առանց զանգերի, առանց քավորսանիկ, բայց ամեն ինչ շատ լավ ստացվել է։ Անիտան այն մարդկանցից է, ով ի սկզբանե տաղանդավոր է եղել, այսինքն դերասանական է, որ ասում է երեխուն բերեմ, արա, էսի դերասան է այս երեխեն։ Տրիո ստուդիոյի շնորհիվ ես հանդես եմ եկել տարբեր նախագծերում։ Մասնավորապես օրինակ հումորի լիգայում էր ինքը շատ լավ փայլում, իմ Smile-ը Dashing խմբում, այդտեղ ինքը վառ պերսոնաժ էր։ Միշտ առաջարկներով է հանդես գալի, այսինքն դու չես կարող իրան սցենարը տաս, ասես դու պետքա այս տեքստերով խոսաս ու խաղաս։ Ինքը կարող է մի հատ էս անեմ, կարող է մի հատ ուրիշ սև ասեմ։ Հերթական անգամ շատ պրիմիտիվ բարձունակ սխալի պատճառով եղավ պարտություն։ Անկախ էմոցիաներից ոգևորենք Հարութին ծափահարություններով։ Ես ուզում եմ, որ դու չհանձնվես եւ ուզում եմ, որ ինչպես նախորդ հաղորդմանը կարողանաս այս հաղորդման ընթացքում էլ սխալը տուղել։ Ասեմ ավելի, երեկոյան անմահություն ձեռք բերես, չոր մեկը դուրս գա ձեր թիմից։ Բայց արժանին մատուցենք Տրիոյի թիմին, ովքեր եւս մեկ անգամ փայլուն հաղթանակ տարան։ Առանց Մարի։ Ինչևէ շարժվենք առաջ եւ լսենք մյուս խաղը, որը պատրաստել է ձեզ համար։ Ամեն թիմ գնալու է կարմիր գծից հետ։ Ընտրի մի արագ մասնակից, ով նախորդ խաղի պես ողեսող տարբերակով գալու է այստեղ վերցնի հատուկ էկիպիրովկա ասածը, որը իրանից ներկայացվում է փակ կտոր։ Կտորը եւ պարանը հատուկ փայտիկի միջոցով միացնելու է իրար ու նշան տա թիմին, որ թիմը իրեն այն մասով, որը որ եկել է, քաշի հետ, այսինքն խոտերի վրայով ձեզ քաշելու են հետ։ Դրանից հետո, երբ որ մասնակցին այս կտորի հետ միասին կտանեք հետ կարմիր գծից են կողմ, կտորը բացում եք, 5 հոգով մտնում եք մեջը ու ազատ մասով, որը մենք գծանշել ու կահավորել ենք, այդ կողմով հատում գալիս եք այստեղ։ Հաղթում է այն թիմը, որը առաջինը իր 5 մասնակիցների հետ միասին, կտորի հետ միասին կլինի կարմիր գծից այս կողմ։ Մինչև թիմերը պատրաստվում են մյուս մրցույթին, մենք
Մի քիչ թարմանանք վիմպելի հետ։ Քոնը լագերնա, ինը պիլզներնա։ Երեք, երկու, մեկ։ Ես չէի առաջարկել, որ ես գնայի, այսինքն թիմը որոշեց միանգամից, ասեց Անյուտ դու կգնաս։ Նայում էի Անիտային ու հասկանում էի, որ ինքը արագ էր գնում։ Երբ որ արդեն Անյուտին քաշելու պահն էր, ես ողջ ուժով քաշում էի ամենասկզբից։ Քաշեք! Ճիշտ է դրանց էսի, քաշեք անա! Քաշեք, արագ! Չի գալի դե ժամանակորցնել, արագ! Մտանք արագ, տեղափոխում եք ուղղությունը դնում! Ուղղությունը դնում! Վազելով գալիս ենք մտնում ենք։ Իրան լսելով, հաշիվ պահեք, դա կօգնի։ Լսեք մի հոգու, հաշիվ պահեք, խփելու եք փետերին, ուղղություն փոխեք։ Ոչ ոք չէր լսում մյուսին, մեկ ասում էր աշ, մյուսը 1-2, ընդհանրապես չէին հասկանում ինչ է կատարվում։ Շատ լարված իրավիճակ է, թիմերը նույնիսկ չեն կարողանում ինքնակազմակերպվել։ Արշակը անընդհատ խփում էր գլխիս, ես ուղղակի ցույց եմ ստացել, ամեն անգամ ցած կրուգից ես խփում էր գլխիս։ Էդ ով է խփում գլխիս։ Ով է խփում, արագ մի խփի։ Ուղղեք, մի մասը հակառակ եք ցալե, դա ձեզ հանգարել է։ Տեղ չունեք։ Էս անգնելու եք, ավելավա կանգնեք, ուղղեք, սկսեք աչու ձախով անել։ Զգուր, սպանեցիք առաջի մասնակցին, հաշիվ տվեք։ Աննային մի անգամ պրոստը սենց գետնից ենք բռնել։ Կողքից կանգնում է տրիոն ու ինձ թվում է այդ իրականում շատ խելքին մոտ որոշում է։ Անցեք, բոլորը պետք է անցնեք։ Շատ անկազմակերպեք է։ Անախորժ դեպք տեղի ունեցավ իմ հետ։ Ես չպետք է նայի վաբժե ձեռների վրա ուտենայի Ալբերտոյի հետ ինչա կատարվում։ Ձեռքերը որ ես տեսա ուղղակի։ Եթե Ալբերտոն էս խաղի պատճառով մի բան եղավ, երդվում էս խաղը կվառե։ Ինչ եղավ։ Ես բան չկա։ Ուժերս ճիշտ չէի հաշվարկել, բարանը մենակով քաշեցի, քաշելու պայից արդեն մաշկից լրիվ բացվեց։ Իրա պատճառով ա եղել էս ախմախ ստրատեգիան ինքն էր մտածել, որ ինքը քաշի, այս ուժերը ցույց տալու տեղ չի ու դու պետք է ամեն ինչ անես թմային։ Բարաննա որտեղ սաղես ինչ եք տվել, սաղ սարքած այս, սաղ սարքած այս։ Հայտերը մամա ես չի չեղվել, քեզ լարվել։ Ադի կաշի տա բոմպեսը բանը դիտում չունի իրա։ Դուք ձեր խաղերն ես, բեքստեյջերն ինչ ուզում եք արեք, ասեցի գոյեք, դե մեկ արեք ձեր միկրոֆոնները։ Աբոյի հարցը լուրջ է, որովհետև այս խաղը կրվեցինք լավ, բա հետո ինչ պիտի անենք, իրականում աբոն կարևոր խաղացող է։ Լինում են դեպքեր, որ մարդկային արժեքներն ու մարդկային կյանքը ավելի կարևոր է։ Երբ որ մարդ է վնասվում խաղի ժամանակ, պետք է միանշանակ ստոպ տալ, որովհետև այդ արդեն հարցը առողջության մասին է։ Մամաս բժիշկ է, իրական կյանքում մամայի շատ քիչ եմ տեսնում, որովհետև մամայից գրաֆիկը շատ ծանր է։ Սկզբում իրան ընդհանրապես չէի հասկանում, շատ էինք կռվում, բայց մի օր երբ որոշեցի գնալ մամայի աշխատավայր ու տեսա թե մաման ում կյանքի համար է ամեն օր պայքարում, հասկացա։ Փոքր տարիքից պրոֆեսիոնալ զբաղվել եմ սպորտով, ակրոբատիկայով։ Պապաս ակրոբատ է, Հայաստանի 5-ակի չեմպիոն։ Իրենով եմ ոգեշնչվել, երբ որոշել եմ զբաղվել սպորտով։ Ես ունեմ շատ մեդալներ, պատվոգրեր, իմ մարզիչները ինձ մեծ ապագա էին կանխատեսում, բայց եկավ 2023 թվականի գարունը։ Հերթական մարզումներից մեկի ժամանակ ես որոշեցի անեմ մի դժվար հնարք առանց մարզիչի, որի արդյունքում ընկա, ինձ շատ շտապ տեղափոխեցին հիվանդանոց ու ասացին, որ ունեմ շատ լուրջ վնասվածք։ Շոյի ջան, դու էլ չես կարող զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Այդ պահին իմ բոլոր երազանքներն ու նպատակները ավարտվեցին, ինչ ես կապել էի սպորտի հետ նույնպես։
Իմ կյանքի այդ բարդ շրջանում ինձ օգնության հասավ եւ շոու դպրոցը։ Եվ շոու դպրոցում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր երազանքներ, նոր նպատակներ ու ամենակարևորը նոր մասնագիտություն։ Բավական դրամատիկ, դժվար պայքար տեղ ունեցավ։ Տրիո ստուդիոյից վնասվածքի պատճառով դուրս մնաց Ալբերտոն Դանելյան։ Այդ իսկ պատճառով պետք է խնդրենք, որպեսզի եւ շոու դպրոցից եւս մեկը այս պայքարում զիջի իր տեղը, որպեսզի հավասարազոր 4-ը 4-ի դիմաց պայքարեն։ Եվը որոշել է ով է դուրս գալիս այս մրցույթին։ Աննա ջան, կարող ես զբաղեցնել այնտեղ հանդիսատեսի դիրք։ Իսկ վերջին էստաֆետային մրցույթը մեզ մոտ հարգելներ է, արդեն դուք 2 անգամ խաղացել եք։ Շատ բարդ մրցույթ է, վազքի մրցույթ է։ Մեզ մոտ ավելանում է շրջանների քանակը։ Հետևաբար ստացվում է, որ 4 մասնակից երբ կհավաքվի թիմում, պետք է եւս մեկ անգամ թիմը գնա հետ գա մասնակից թողի, գնա հետ գա մասնակից թողի, գնա հետ գա մասնակից թողնի։ 3 2 Դեն շատ լարված է լինելու, այստեղ իրոք պետք է դիմացկունություն, պետք է ամենակարևորը հավասարակշռվածություն։ Նախորդ 2 խաղերի ժամանակ այս մրցույթում հաղթել է Տրիո ստուդիոն։ Բոլորս ավտոմատ սկսեցինք խաղալ զուտ նրա համար, որ գնանք աբին ասենք աբ մենք հաղթել ենք ու քո համար ենք արել։ Հա, ուրախանա։ Տեսնենք իմ հայոց կստացվի։ Աչքերից դեմը պրոստ սևացել էր ու ամբողջ մարմինովս ոնց է սիրտը խփում, այդտենց ամբողջ մարմինը թղրդում էի։ Շատ հետաքրքիր է, որ թիմերը արդեն եզրակացություններ են արել եւ բավական հետաքրքիր մարտավարություն են վերցրել։ Ամենասկզբում չեն վազում, հավասարակշռված են ավելին։ Մնացին ես եւ փաստորեն գոռը։ Ես չգիտեի, որ ինքն է, ես մտածում էի վերջում կլինի Անիտան։ Դուք պրոստը չեք պատկերացնի իմ վիճակը, 4 օրա, 4 խաղ ու ես եմ վազում, էլ ուժ չունեմ։ Քանի որ գոռը բավականին արագ է վազում, համարյա իրան հավասար վազում էի։ Լուր տվեք։ Գոռը լուրջ եմ, որ սուպերմեն ասենց ասեմ, ապրեք։ Բայց ես մեկը աբի խաթեր արել եմ։ Աբի եթե դու տենաս եսի, հիմացի արել եմ քո խաթեր։ Բարև ձեզ, ես Գոր Մարգարյանն եմ ու արդեն 10 տարի է ինչ սովորում եմ Տրիո ստուդիոյում։ Այս ընթացքում ես նկարահանվել եմ շատ նախագծերում։ Մայրա գերանդիով եկավ։ Յուրաքանչյուր հաջողության հասնելու համար այդ հաջողության ճանապարհին ես ինձ չեմ խնայում, բայց մի փոքր խոչընդոտ կա այդ ճանապարհին, ու այդ խոչընդոտը այս պարագայում հանդիսանում է իմ հայրը, ով որ զինվորական է։ Հաստատ ինչ որ խոսակցություններ եղել են այդ թեմայով գոռի հետ կապված։ Սկզբից շատ դեմ էր, ոնց որ ասում էր, «Ա ինչ կլով ունես, ինչ ես վան»։ Հետո ապացուցի, որ կլով ունեմ։ Բայդակ այնքան շատ է հումորանում, որ չես հասնում մի հումորից անցնես մյուսին ու ինքը այդ էներգետիկան կարողանում է փոխանցի յուրաքանչյուր մարդու։ Մեր տոհմում համե դերասան չկա, դերասանները տղա երեխուպես բան է, էլի ոնց որ տոհմում պետք է մի հատ լինի։ Իրականում մենք իրա պատճառով ենք պարտվել, մի հատ վերկաց։ Մի հատ գնա, հա։ Օգնել եմ աղթնես անընդհատ կրվելուց։ Բացերյաների օր էր մեր համար։ Միկրոֆոն չկա վրես։ Ուրա ոյ։
Այդ ուշքս գնացած վաղ միկրոֆոն է կդրե վրեք։ Ծամոտ ձեզ ուշքս գնացելա փողանակ ջուր ծպտեն վրես միկրոֆոն են դնում վրես։ Վայ աստված դատի եմ տալու սաղի։ Արևի տակ շատ մնացի, աբի համար եմ ահա որ շատ լարվ է, որովհետև կյանքում ես իրան այդ վիճակում չեմ տեսել, ու էլ չեմ է տենա հաստատ։ Ես ընկեր վայի ձենից էլա, մեկ է որ այս գլխից ջուր են լցրել։ Սենց մազերս գեյս չէր, դուք տեսակ։ Կարևորը վերջում կրել ենք։ Այդքան բան։ Մնացածը ջանդամինալի։ Մասնակցում եմ Հերոսների լիգա նախագծին, որովհետև այս նախագծին վերջի համու հոտ է պետք, իսկ ես դա կապահովեմ բնականաբար, որովհետև ես շատ էներգետիկ եմ եւ իմ էներգետիկան նաեւ ոգեշնչող է, իսկ դրա մասին, եթե չեք հավատում, հեսա կասեն։ Աշխարհի ամենաակտիվ մարդն է երևի, իր հետ երբեք չես զանձրանա։ Արագ դու հասկանում ես, որ վերջ ինքը եկել է, գցնում է յուրաքանչյուր տեղ, որտեղ որ ինքը կա։ Ես գիտեմ, որ իմ մասնակցությունը Հերոսների լիգային շատ բարդ է լինելու, որովհետև պետք է ուժ, հավասարակշռություն, արագություն, մի խոսքով ես էլ շատ լարվող պանիկյոր եմ, քիչ դժվար է իմ համար լինելու, բայց դրանք մի կողմ ամենադժվարը լինելու է երկրից բացակայելը, որովհետև նաև ստեղ է գտնվում իմ ամենասիրելի Շունիկ Յուկին, որ ես 2 ժամ չեմ տենում, ես կաթված եմ ստանում, ես գժում եմ ես։ Իսկ փոքր կենցանոմոր ես խենթանում եմ ուղղակի։ Բավական դժվար դրամատիկ մրցույթ ունեցանք այսօր։ Ես հպարտանում եմ ձեզանով յուրաքանչյուրով երեխեք ջան, անկեղծ, անմնացորդ ձեր ամենավերջին ուժը, հույզը, առողջությունը թողեցիք մրցադաշտում։ Ալբերտո ջան, դու վերադարձար, դու վերջին խաղին չկայր, առանց քեզ քո թիմը հաղթեց, բայց քո էմոցիաները ինչպիսին են, ոնց ես։ Ահավոր ցավում է նույն ձև, ուղղակի արդեն ցավին հարմարվել եմ։ Ինչի կապված է խաղին, ես շատ ուրախ եմ, որ հաղթել ենք։ Մտքով տենց ստեղ էի, այնտեղ լինելու ժամանակ, որ թե ինչ ալնելու խաղի ընթացքում, բայց ոնց որ թե շատ լավ է ամեն ինչ։ Շատ ուրախ եմ, որ մենք հաղթել ենք։ Ասեմ ավելին, Անիտան նույնպես բավական վատ զգաց իրան։ Կյանքը այնպիսի բան է, ես նոր բան չեմ ասելու, որ անընդհատ ձեզ հարվածելու է։ Յուրաքանչյուր պահին, ես գիտեմ ինչ եմ խոսում։ Ամենաանսպասելի պահին կյանքը կարա ձեզ այնպեսի հարված տա, որ դուք պարզապես հանկարծակի գաք։ Ու հիշեք, այդ հարվածները միշտ կան։ Ուժեղ մարդը հետ այն մարդը չի, որ այդ հարվածները չի ստանում, այլ այն մարդը, ով այդ հարվածը ոնց է ընդունում։ Այդ հարվածից հետո ոնց է ոտքի կանգնում ու ոնց է շարժվում առաջ։ Ստացվեց այնպես Երշոր դպրոցը կրկին վերջին փորձության ժամանակ պարտություն կրեց։ Մենք ի սկզբանե ցավով, բայց հրաժարվեցինք աղթամար տուրի եւ Բրիքսես հյուրանոցի ընձեռնված հնարավորությունից, բայց նաեւ շատ շնորհակալ ենք այդ ամենի համար եւ շատ նաեւ ցավում ենք այն վնասվածքների համար, որը ստացել է մի մրցակից թիմը ու շնորհավորում ենք իրենց։ Ես կասեմ, որ Համլետ ջան, դու սխալվում ես, ես խոսում եմ տրիո թիմի անունից, մենք ուզում ենք, որ դուք այդ մրցանակը մեր հետ վայելեք, որովհետև այսօր մենք շատ դժվար օր ենք ունեցել, բոլորս էլ վնասվածքներով ենք դուրս եկել, ես թևս, Անիտան ընդեղ, Ալբերտոս, Գորս էլ, Ռազս էլ, դրա համար եկեք հաջորդ ժամերը վայելենք ուղղակի, բոլորով, սենց պոզիտիվ էներգիայով գնանք ու ոնց ասեմ, շատ լավ օր անցկացնենք այսօր, որ մոռանանք այս ամեն ինչը։ Ջան երեխեքս, ջան։ Հերոսների լիգա Ուրեմն Համոն ընդհանրապես չէր ուզում այսօր թռներ ջուրը, բայց դե իր կարծիքը ոչ մեկ չի հարցնում։ Որտեղ որ կա գոր, տեղ չի կարա լինի տխրություն։ Կապ չունի մենք որտեղ ենք, հոգնած ենք, տխուր ենք, ինչ լարված վիճակ է, եթե այդտեղ գորն է, ուրեմն մենք բոլորս երջանիկ ենք եւ ուրախ։ Ինքեր Դանիելյանից կողմից փառքած ու շատ սիրվեցի, այնքան սիրվեցի, որ փորձում եմ արդեն աբից շատ սիրվեմ ու ոնց որ դառնամ Գրիգոր Դանիելյանի տղեկից մեկը։ Ինքը իրանով էներգիա է, եթե համեմատական
անցկացնեմ, ինքը ամենա հայկական բառով քթածակով երեխեն է։ ԱԲԴ երևի արդեն ձեզ ասել է, հա, որ ինքը չի ուզում լինի Գրիգոր Դանյանի որդին, բայց դե սուտի առաջ են տանում, մի հավատացեք։ Լավ չմտնեմ ոնց որ ուրիշի անձնական, չմտնեմ որ ճամբարում Էրիկը պետք է ես խաղայի, բայց փոխվեց, ոչինչ, բան չեմ ասում, հա, պետք չի իմանան, որ հումոր լիգայում ես պետք է հելնեի, ասեի, ես գիտեմ ու սաղ ասելու եմ։ Ինքը ինչքան ջրիկ է, այդքան էլ միևնույն ժամանակ լուրջ է ու հանկարծ ջրիկ ժամանակ, որ ինչ-որ մի հատ մեկը փորձի կոտրել իր այդ ջրիկությունը, ինքը միևնույն ժամանակ մի անգամից կփոխվի։ Մենք իրականում շատ հոգնած լարված էինք, վատ էինք, արևահարված էինք, բայց որ հիշեցինք պետքա վիլա գանք։ Երևի մի 10 րոպե պատրաստվել ենք։ Կարևորը մենք բոլորով ենք եկել, այսինքն մենակ մեր թիմը չի եկել։ Իհարկե։ Ես գիտեմ ում եմ հանելու։ Ով է։ Իսկ թվում արդեն հանդիսատեսն էլ շատ լավ հասկանում է, թե մենք ում ենք պատրաստվում հանել։ Իմ համար անկեղծ մեկ է ինքը բնավորությամբ ինձ ձևի մարդը, որտեվ ես տեղ նայում եմ մենակ խաղին ու ինքը արդյոք իմ թիմին ու ինձ օգուտ է տալի։ Ինքը ինձ օգուտ չի տալի, ինքը ինձ մենակ վնասում է, դրա համար ես ճիշտ եմ համարում, որ այդ մարդուն պետք է հանել թիմից։ Վաղը չեմ ասել, այդ մարդը քո դեմ է դուրս գալու։ Տարբերակ կա, որ խաղից հանենք քեզ։ Ես դրան դեմ եմ։ Վերցնելու բանը, ասում չեմ կարա ես դա անեմ ախտեր։ Իրոք չի լինում։ Քել ոնց մենք մտածել էինք, որ պետք է այսօր հելներ։ Ինքը հելնի։ Ես քեզ եմ ասում, մենք երբ որ իմացել ենք, որ պետք է մարդ հելնի մեր թմից, մենք գծել ենք ստրատեգիա։ Շարժվում ենք այդ դրանով, այս փոքր խոչընդոտները չպետք է չխանգարի։ Պետք է անենք ամեն ինչ, անձեռնամխելիությունը չվերցնենք։ Չենք վերցնում մենք, բայց չի վերցնում ամեն ինքը։ Ես համաձայն եմ, օքեյ։ Դե всё, ախպեր։ Արշակ, իսկ դու արդեն որոշել ես ում ես քվեարկելու։ Դե հա, որոշել եմ, կա տես մեկը, բայց հələ որ 100%-ից վստահ չեմ, էլի ուզում եմ հստակ համոզվեմ նոր։ Շատ ծանր օրենք ունեցել, մի բան խմենք, հա գնանք։ Այս շոքին շատ ապրիկում։ Եղեք ասեք ինչ հավես վիլայա։ Շատ լավ է։ Ես այնքան եմ նկարվել ստեղ, այդ որ լիքը լավ նկարներ ունեմ։ Մեր գործընկերն է այս հյութը, որը կոչվում է հենց հյութ։ Հյութը հայկական արտադրության նորույթ է, որը ներկայացված է 8 տարբեր համերով։ Հյութը բնական, համեղ եւ որակյալ հյութեր են ստեղծված մեր ամենօրյա մրցութային օրերը ավելի թարմ եւ ուրախ դարձնելու համար։ Հյութ, խնդրեք բոլոր խանութներում եւ անպայման ըմպեք հյութ։ Հերոսների լիգա Եվ այսպես եկավ ժամանակը, որպեսզի հերոսների լիգայում մենք սկսենք հերթական անմահության համար խաղը։ Բայց մինչ սկսելը ուզում ենք իմանալ ինչպես այսօր անցկացրեցիք ձեր հանգիստը Ռիքսես հյուրանոցի վիլաներում։ Անտիր։ Լավ անցավ շատ։ Ալբերտո, ինչպես է քո ձեռքը։ Ընդհանրապես փոփոխություն չկա, ուղղակի ցավին սովորել եմ։ Իսկ ինչ էր եղել, ավելի մանրամասն կասես մեր հանդիսատեսին։ Պարանը քաշելուց ամենաառաջինը որ քաշեցի, անիտնան տեղից չշարժվեց, որովհետև բրթվեց իմ ձեռքը։ Հետո որ հասկացա, որ չի շարժվել անիտան, ավելի ուժեղ սկսեցի քաշել պարանը, ու հետո նոր տղաները արդեն ոնց որ օգնեցին, այսինքն կպանք բոլորով քաշեցինք։ Իդեպ ասեցիր քաշել, հիշեցի, Հարութ։ Ինչ քաշեցիր։ Ուզում ես շարունակել պայքարել եւ ապացուցել, որ կարող ես մնալ հերոսների լիգայում։ Այո։ Բայց եթե թեմի չես օգնում, ինչ ես մնում։
Լավ եմ անում։ Շատ բան ասում եք, քեզ Վնասում ես։ Արուտ ջան, երկրորդ անգամ անց մեջ քո թիմը ազգույժ խաղի պատճառով վճռական խաղում պարտվում է։ Այդ զգացողությունը թիմի նկատմամբ ինչպիսին է։ Չեմ կարող բացատրեմ։ Բայց գոնե մի բան զգում ես։ Հա։ Հասկացա, մի քիչ, այո։ Այստեղ ենք հրավիրում մեր շատ սիրելի գործընկերոջը Rakurs Game-ի Դավիթին։ Ծափահարություններով Եկավ անմահության խաղի հերթը։ Ինչա ձեզ սպասում է իմ ամենասիրելի խաղերից մեկը։ Ես այս խաղը ներառել եմ իմ եւ YouTube-յան մի քանի պրոյեկտներում եւ անձնական որոշ պրոյեկտներում, ինչու, որտեվ ինքը ստիպում է մտածել։ Դու պետք է ունենաս մարտավարություն, կեսից հասկանաս ինչա պետք անել, որպեսզի դու ունենաս առավելություն ամենակարևոր վայրկյանին։ Կանենք վիճակահանություն, parzելու թե ով է սկսելու։ Խնդրում եմ զգույշ վերցնել թուղթը։ Եթե դատարկ թուղթը դուք չեք սկսում։ Իմնա։ Ահա, արժի տեսողությունը ստուգել։ Եվ այսպես սկսում է Համլետը։ Ամեն մեկը ունենում է 15 վայրկյան, գնաց։ Գնացինք։ Տաս վայրկյան։ Դու ես։ Հիմա խաղը կբարդանա։ Իրականում այդ մագնիտները շատ շուտ իրար կպնող են։ Չէ, մի շեղեք, չի կարելի։ Օ, վերցրեց։ Խաղը բարդ, բավականին շատ բարդ խաղ է։ 5 վայրկյան անն արագացրու։ 3, շուտ արա։ 2, 1-2 անգամ մագնիսիկները հավաքվում են ձեռքում։ 7 վայրկյան։ Արդեն 5 վայրկյան։ Խաղը հենց ինքն իրեն շատ լարված էր անցնում, քանի որ յուրաքանչյուր շարժումից մագնիսիկները կարող էին կպնել իրար։ Կամաց ենք շնչում, արդեն շատ է լարվածությունը։ 5 վայրկյան, 5 ունենք։ Փորձում ենք չշնչել, չժպտալ, ոչ մի ավելորդ շարժում չանենք, որպեսզի հանկարծ մագնիսիկները իրար չհավաքվեին։ 4 3 հավաքի Պետք է նենց դնես, որ մագնիսիները մատներդ մաքսիմալ ծածկեն։ Ունենք, հարուտ քեզ տեսնենք։ Օ, վերցրեց եւ վերջինն է։ Դիր։ Ստոպ! Ծափահարում ենք Համլետին։ Փաստորեն ամեն ինչ դեռ առջևում է։ Ես ապշած եմ, Համլետը ինձ թվում է այդ խաղի համար ստեղծված չի էլի ամեն դեպքում։ Այժմ կպարզենք ով է լինելու այսօրվա անմահը Trio Studio-ից։ Մենակ մի թղթիկի վրա նշան կա, թե ով է սկսելու խաղը։ Գնացինք։ Հավաքի։ Անիտայի լարվելը շատ խանգարեց իրեն։ Ոյ ողջես լույսերա, օպա։ Ես մեջտեղներն էլ կարաս դնես։ Ստենց եմ ուզում ես դրանք միշտ։ Թիմը հատուկ շնորհակալություն կասի։ Ես բայն առաջատարը Վիկանա։ Գորդո ես։ Քանի վայրկյան ունեմ։ 10։ Դե ինձ 2 վայրկյան մնաք ասեք։ 5 4 3 ինտրիգի աստվածներ։ Իմ ձեռը ցանկացած լարվածությունից պրոստը այսին սկսում է դողալ։ Վիկանյա տնած։ Բժծրու, պետք է որ հարկես։ 5 վայրկյան մնաց։
Ու դաշտն էլ համեմատաբար շատ բաց էր, որովհետև աղջիկները ամփույթ սխալներ արեցին։ Հերթականությունը արեցել է Իրանը։ Մի քիչ հերթականության գործոնը ստեղ ավելի շատ աշխատեց։ Երրորդն էր Ալբերտոն կամ երրորդն է ես, նույն բանն ենք անելու։ Բրավո! Ծափահարում են գորին։ Նորից չէ, կրկին անմահությունը հաղթեցի ես ու ինձ այսօր չեն կարա քվեարկել։ Երբ որ ես զանգ ստացա ու հասկացա, որ պետք է Հերոսների լիգա այս հրաշալի նախագծին մասնակցեմ, այս նախագծում փորձելու եմ անեմ իմ առավելագույնը, նախ առաջինը հերոստատիտողի համար ու իմ բոլոր ծանոթների համար, բայց ամեն ինչ նաև անելու եմ իմ հոր համար, որ պապան հասկանա, որ վերջի վերջո իր տղեն մեծացել է ու արդեն պատասխանատու տղա է դառել ու հետո փողեր բռնեմ ախպեր հարսանիք վարեմ բերեմ յաշիկ նվիրեմ պապային ասեմ բայց չի ուզում ախպեր դերասան դառնայի մի այդ յաշիկը քշես չէ վատ չես քշի Մեր ստուդիայի շրջանակներում ճամբարի շրջանակներում նենց պարտավորվածություններ կան ինքը իր վրա վերցնի որ մենք իրան ինչ որ մի բան ասենք օրինակ կանես սա ինքանի սա ու մի քանի բան էլ ավելացնի իր կողմից Ես դեմ եմ այն դրան որ ասում են ոչ մեկին չկա ապացուցելու դու քոն արա հասի դրան բայց չէ Միշտ պետք է քո ծնողին ապացուցես, որ դու արժանի զավակ ես։ Լավ տղա պերսոնաժը, ասես լավ բազվի ինքը настройка ունի սկզբանը, իր բնավորությամբ։ Ինքը այդ բնավորությամբ է ծնվել ու մեծացել։ Ես մտածում էի, որ Անիտան կամ Ալբերտոն են արժանի։ Աղջիկներ ապրեք։ Իրական ձեր խաղը շատ օգնեց, հոյակապ խաղ էր, ուղղակի խաղի իմաստից դուրս էր։ Ծափարենք մի հատ աղջիկներին, շնորհակալություն գեղեցիկ խաղի համար ու շնորհավորում են գորին։ Եվ եթե գորին ավելի շուտ հերթը չհասներ, հնարավոր էր ես էլ ռազնել հաղթեինք։ Գորին անմահությունը ընդհանրապես պետք չէր, ես չէի ուզի, որ գորը հաղթեր։ Հերոսների լիգա Ձեզ սապարությունների ներքո եկեք շնորհավորենք անմահություն վաստակած մասնակիցներին, շնորհավորում եմ Հավլետ, Գորջան շնորհավորում եմ։ Միայն այդ անմահությամբ չէ, որ պետք է ուրախանաք նաև անմահությունից ավելի լավ նորությամբ։ Mix Mobile ընկերության կողմից դուք ունեք նվերներ։ Հեն էլ ինչ նվերներ։ AirPods Max Mix Mobile ընկերության կողմից։ Շնորհակալություն շատ։ Ձերքս էլ չի գնում, տամ, նույնիսկ, բայց խնդրեմ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Mix Mobile-ին, իրոք, անմահությունից ավելի ուժեղ նվեր էր։ Ուրախ եմ նաև որ ստացա Mix Mobile ընկերության կողմից շատ հետաքրքիր նվեր, անպայման կօգտագործեմ, շատ շնորհակալություն Mix Mobile ընկերությանը։ Իդեպ Mix Mobile խանութ սրահում կարող եք գտնել միայն օրիգինալ սմարթֆոններ ամենամատչելի գներով։ Եթե ուզում եք թարմացնել ձեր հեռախոսը, կարիք չկա մեծ գումար ծախսելու։ Mix Mobile-ի trade-in ծառայության շնորհիվ կարող եք փոխարինել ձեր հին սմարթֆոնը նորով, վճարելով ընդամենը տարբերությունը եւ կանխիկ եւ ապառիկ տարբերակով։ Mix Mobile ամենալավ սմարթֆոնները ամենալավ գներով։ Հերոսների լիգա Հերթական լարված իրավիճակ է Հերոսների լիգայում, սակայն կարելի ասել օրվա վերջի ամենալարված պահերից մեկը, ինչն է բնականաբար քվեարկությունը։ Մենք արդեն տեսանք, որ նախորդ խաղում մեզ մոտ Համլետը ստացավ անմահություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Համջան։ Շնորհակալություն շատ 50-50 է, ամենայն դեպս դու ունես եւս քվեարկելու պարտադիր պայման եւ միևնույն ժամանակ նաեւ հանգիստ ես 50%-ով, որ դու այսօր խաղը չես լքելու։ Այսպես թե այնպես կարծում եմ, որ իմ ընկերները ինձ դեռ նախագծում տեսնում են։ Ես ավելի շատ ուրախ եմ նրա համար, որ մենք կարողանանք հանել այն մասնակցին, ում ուզում ենք։ Անյուտ ջան, դու ամենավերջինն ես ու դու ֆենոմենալ պայքարեցիր այդ չարաբաստիկ վազքի ժամանակ, ատամներով կպել էիր ու փոք չէիր գալիս ու շատ քիչ էր մնում։ Եթե ստացվեր այնպես ամենաառաջին խաղում, երբ գնդակներ եք նետում, այդտեղ դուք կարողանայիք հաղթել միանշանակ, ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, միանշանակ այդ 10 վայրկյան առավելությունը ձեզ հաղթանակ էր բերելու։ Դա չէր քննարկվում։ Ինչ ես կարծում, այդ էնտուզիազմը, որը որ դու դրել ես, քո թիմակիցները գնահատելու են։ Ես կարծում եմ, հա, կգնահատեն։ Ինչ չի անի ինձ թիմը, որովհետև ես շատ ուժեղ խաղացող եմ։ Ես շատ ակտիվ ու աշխույժ մարդ եմ, ունեմ անverջ էներգիայի պաշար։ Եզակի բնավորություն ունեցող մարդկանցից է, որ երբեք ոչ մի պարագայում չի վախենում level up լինելուց։ Որևէ
սխալ, եթե ինքը իր վրա տեսավ, իմացի որ 3 րոպե հետո այդ սխալը ինքնաբերաբար դառնալու է ճիշտ։ Հետաքրքիր փաստի մասին ես երբ ուզում չաղանում, երբ ուզում նիհարում եմ։ Մարդիկ ինձ ասում են, որ ես մարդկային մագնիս եմ։ Անյուտը ունի շատ հետաքրքիր ձգողական հատկություն, այդ հատկության շնորհիվ ինքը միշտ իր շրջապատին գցում է իր ազդեցության տակ, երբ անյուտի հետ գտնվում ես մի սենյակում, ընդամենը հաշված րոպեներ են պետք, որ խոսես այն թեմաներից, որոնք իրեն են հետաքրքիր եւ տարվես այն ամենով, ինչով ինքն է տարված։ Սա իմ երկրորդ հեռուստատեսային նախագիծն է, որին մասնակցում եմ։ Կարծում եմ Հերոսների լիգայում կկարողանա իրենով անել եւ իր թիմակիցներին եւ բոլոր մրցակիցներին։ Եվի հերոս քո նպատակասլացությունը մասնավորապես նախորդ օրվա անմահության համար խաղի մեջ այդ նպատակասլացությունը ինչ ես կարծում ոնց որ դու պայքարում ես քեզ համար որպեսզի մնաս նախագծում դու նույն չափ պայքար ես մղել նույն չափ ներդրում ես արել թիմային պայքարի համար տրիոյի դեմ ինչ ես կարծում Դե հա, նույն չափ պայքարել եմ, ամեն ինչի համար էլ պայքարել եմ։ Երբ դու պայքարում ես ինքդ քո համար, կոմոդ ստացվեց, երբ դու պայքարում ես թիմի համար, այդքան էլ չստացվեց։ Ինչպես նաև այսօր։ Քվեարկությունը իմ վրա վատ կանրադառնա, որովհետև իմ պատճառով արդեն երկրորդ պարտությունը եւ այլն եւ այլն։ Երեխեք ջան, դուք այսօր ֆենոմենալ ճիշտ դրսևորեցիք ձեզ, մասնավորապես ամենասկզբում, երբ աղթամար տուրը եւ Ռիքսը հյուրանոցների ցանցը ձեզ ընձեռել էր հնարավորություն ունենալու պարգև, դուք շատ ճիշտ ձեզ դրսևորեցիք, ել չեմ ասում քո վերջին տեքստը շատ հուզիչ էր։ Երբ դու ասեցիր, որ ձեր այս պայքարում ցավում եք, որ տրիոյում վնասվածքներ ունեցավ։ Համլետ ջան, այդքան հանգիստ մի եղիր, որ դու չես լքելու նախագիծը, քանի որ ըստ նոր մեր նախաձեռնության յուրաքանչյուր թիմ հնարավորություն է ստանում հակառակորդ թիմից մեկին հեռացնելու։ Հակառակորդ թիմից Այո։ Եվ եթե դուք ձեր ներքին քվեարկության ընթացքում Համլետին չեք կարող հեռացնել, ապա մենք չենք կարող ասել դիմացի թիմը ինչ որոշում կկայացնի։ Այդ իսկ պատճառով մինչ ձեր ներքին քվեարկությունը առաջարկում եմ որոշում կայացնեք, թե տրիոյի թիմից ում եք ցանկանում հեռացնել։ Մեզ դիտողները դա չեն տեսնի, դա կիմանան քիչ ուշ։ Այն մարդը, ում անունը այստեղ գրվեց եւ շոու դպրոցի մասնակիցների որոշմամբ կլքի խաղը տրիոյի կազմից։ Իսկ այժմ եկավ ժամանակը, որպեսզի քվեարկեք, թե ձեր թիմից ով է դուրս մնալու։ Քվեարկությունը ավարտվեց, լսենք թե Համլետը ում դեմ է քվեարկել։ Իրականում եթե ասեմ, որ առանց որևէ մեղքի զգացման եմ գրել, բայց արդեն վստահ եւ արդեն երկրորդ անգամ գրելու ցանկությունով Հարութ։ Այո, բացատրությունների կարիք կա։ Ոչ։ Հարութը պիտի լքի նախագիծը, այս նախագծում քո պատմությունը այսքանով պետք է ավարտվի։ Աննա ջան, լսում եմ քեզ։ Կարծում եմ տրամաբանությունը նույնն էր։ Նախորդ երկու խաղերում Հարութի մոտ չստացվեց։ Անյուտ ջան, դու Շատերի հետ եմ խոսակցություն ունեցել։ Միակ մարդը, որ ինձ ասեց շատ մի կարևոր բան ասեց, ես չեմ կարա։ Իսկ այս խաղը ու այս կոնցեպտը պահանջում է շատ բաներ անել, չնայած որ դա մեր սրտով չի։ Ճիշտ եմ համարում գրել Հարութի անունը։ Կրեատիվ ես գրել։ Եթե իմ չլինելը իրանց գոնե մի քիչ կօգնի, ես պատրաստ եմ չլինել։ Դե ես ամենասկզբից ասացի, որ մեր անգերական հարաբերությունները մնում են կադրից դուրս, սրանից ելնելով մենք պիտի անենք ընտրություն ըստ թմի օգտի Հարություն։ Իմ անձնագրով անունը Հարութան է։ Հրաշալի։ Անցած մրցույթին ինքը ձեռք բերեց անձնեմխելիություն, բայց այս մրցույթին չկարողացավ ձեռք բերել անձնեմխելիություն։
Անիտայի քվեարկությունից հետո արդեն պարզ էր, որ հարությունն էլ հարություն չի առնելու մեզ մոտ։ Հարություն ջան, խնդրում եմ ցույց տաս ում ես քվեարկել դու։ Ինչքան էլ եմ ձայնը ոչինչ չի փոխի, բայց Աննա։ Աննա, մեր Աննան։ Ներես Աննա։ Այո։ Են որ ստե։ Հա, տենց։ Հարություն ջան, ես ցավով տեղեկացնում եմ, արդեն ինքդ էլ ես հասկացել, որ դու լքում ես հերոսների լիգա նախագիծը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիր, եկեք ծափարենք Հարություն։ Մոտեցել է մեր նախագծի ամենապատասխանատու պահերից մեկը։ Դաժան է լինելու այսօր մեր համար։ Ինձ թվում է ավելի դաժան, քան 3։ Կրկին հավաքվել ենք հասկանալու, թե ով է լքելու նախագիծը։ Ինձ դենց հետաքրքիր է, որպես թիմ, ով թիմային մրցումներում անընդհատ հաղթանակ է ունենում։ Ինչպիսին այն զգացումը հաղթել, բայց կորցնել թիմակցի։ Շատ ցավալի բան է, երբ որ բացի թիմակիցը քո ընկերն է այդ մարդը, բայց մենք ընտրության հնարավորություն չունենք, տարբերակ չկա, պետք է հանենք ինչ-որ մեկին։ Արդեն դժվար է անկեղծ։ Ընդհանրապես միշտ է դժվար քվեարկությունը, բայց այն ժամանակ ես ունեի պատճառ, իսկ հիմա ես չգիտեմ ում եմ քվեարկելու։ Ռազ, իսկ ինչ ես դու կարծում, ինչ ես դու արել քո թիմի համար այս 3 հաղորդումների ընթացքում։ Չեմ ասի, որ ֆիզիկապես տենց շատ ակտիվ մարդ եմ, բայց այն խաղերը, որոնք կազմակերպվում են այս հաղորդման շրջանակներում, իմ ուժերը լրիվ բավարար է դրան։ Գորջան, նույն հարցը չեմ կարող քեզ տալ, որովհետև շատ պարզ է քո ներդրումը թիմի հաղթանակների գործում եւ ասեմ ավելին, դու երկրորդ մրցույթն անընդմեջ ձեռք ես բերում անմահություն, այսինքն ամբողջությամբ պրոյեկտի եւ պայքարի կիզակետում ես գտնվում։ Ինչ ես կարծում, դու ամենակարևոր մարդն ես թիմում։ Չէ։ Իսկ ով է ամենակարևոր մարդը։ Ձեր հարցը մի քիչ ռետորական հարց էր, որովհետև եթե այդ նախադասության մեջ կա թիմ բառը, ուրեմն այդ թիմը իր մեջ պարունակում է մարդիկ, որոնք բոլորը կարևոր են։ Օրինակ առանց Վիկի ես այս թիմը չեմ պատկերացնում, որ կլինի։ Ներքին կազմակերպվածությունը շատ կարևոր է ու ես առաջինը նայում եմ նրան, որ եթե ներքին կազմակերպվածությունը չլինի, ուժերը այդքան էլ քեզ պետք չեն։ Վիկա ջան, իսկ ըստ քեզ ո՞րն է քո ֆենոմենը։ Իմ կարծիքով ամենակարևոր բանը թիմում հանգստությունն է։ Պետք է միշտ մնալ հանգիստ ամեն սիտուացիայում։ Ես միշտ բոլորին ասում եմ հանգիստ, մենք կանենք, հետո կխոսենք։ Այսինքն կարող եմ ես եզրակացնել, որ դու թիմի ավագն ես։ Կարելի է ասել։ Այսինքն չունես պաշտոնապես այդ պաշտոնը, բայց փաստացի անում ես թիմի ավագի պարտականությունները։ Այո։ Մարի դեմ քվեարկելու որոշման մեջ քո ներդրումը մեծ է արդյոք։ Ես չեմ կարծում, որ մեծ է եղել։ Ինձ թվում է, շատ ճիշտ որոշում ենք կայացրել։ Հիմա սառը կխոսեմ, ինչքան էլ որ Մարին ես շատ եմ սիրում, ինքն էլ գիտի դրա մասին։ Անիտան մեզ անցած խաղում պետք եղավ, որովհետև ինքը քաշով ավելի թեթև էր բոլորիցս։ Անիտա, փաստորեն քո քաշը բավականին ծանր է ձեր թիմում։ Ինձ թվում է այսօր օգնեց իմ քաշի թեթևությունը իմ ընկերներին, բայց մյուս խաղերում հաստատ չի օգնի, որովհետև հետո արդեն ուժային մրցույթները ավելի շատ է լինելու ու իմ պատճառով լիքը բան կարող է լինել, դրա համար ես ճիշտ կգտնեի, որ ես ինքս քվեարկեի, բայց դե չեք թողում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու կոչ ես անում, որ թիմը քո դեմ քվեարկի։ Ես իրոք ուզում եմ, որովհետև օգուտ չեմ տալու, իսկ եթե ես իմ թիմին չեմ կարող օգուտ տամ, մենակ վնաս եմ տալու, ավելի լավ է ես դուրս գամ, հանգիստ սրտով գնամ ու իմանամ իմ թիմը հաղթում է։ Փաստորեն դուք դեռ մտածում եք, որ սա թիմային պայքար է։ Իհարկե, ընկերներ։ Ինչքան էլ մենք իրար հանում ենք թիմից, կապ չունի Մարին դուրս է եկել, այսօր չգիտեմ, ես եթե դուրս կգամ կամ ով դուրս կգա, մենք մեկա թիմ ենք։ Մեզնից եթե մեկն էլ հաղթի, բոլորս ենք հաղթած։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ միշտ ինձ հետ են, ինձ աջակցում են, եւ ամենաշնորհակալը իմ պապիկին եմ, որովհետեւ ես պապիկի շատ եմ սիրում, մենք իրար հետ շատ մոտ ենք, հոգով սրտով մոտ ենք, բայց ֆիզիկապես շատ հեռու ենք, որովհետեւ նա գտնվում է ԱՄՆ-ում, ինքը ուզում է, որ ես էլ գնամ ԱՄՆ, իսկ ես տանել չեմ կարող այդ երկիրը ու առհասարակ ես ուրիշ երկիր ուղղակի չեմ կարող գնամ։ Անիտայի պատճառով իրենք չեն գնում Ամերիկա։ Անիտան ասում է, ես պետք է մնամ Հայաստանում, ես պետք է մնամ Տրիոյում։ Էս է իմ երկիրը, ծնվել եմ, մեծացել եմ ստեղ ու շարունակելու եմ ապրել ստեղ։ Անիտական, ես քեզ շատ սիրում եմ, ուզում եմ, որ
Գաս Ամերիկա, պապին քեզ սաղ Ամերիկայի ամենագեղեցիկ վայրերը ցույց տա, որովհետև դու իմ մինուճարն ես, պապիկի համովն ես։ Այդ չի քննարկվում պապի ջան, ես քո համար խենթանում եմ պապիս, բայց չէ, չի կարա տեսնի։ Դե ես ստեղ եմ ծնվել, դուք եկեք, այ ձեզ բան, այ քեզի բան ես, իչա, չէ, չեմ ուզում։ Հերվից ինձ սիրի հերիքա։ Մեկ-մեկ է արի, բայց։ Այն ինչ կա այդ։ Դու ոչ մի փակ բան չես պատկերացնում իրանից ու չես մտածում, որ ինքը կարա ինչ-որ բան ասի, բայց այդպես չմտածի, որովհետև ինքը այն տեսակն է, որ ինչ մտածում է, դա խոսում է։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ եմ այսքան ձեզ պատմում, բայց այ քեզ բան, թող պրոդյուսերները այս պրոյեկտի մտածեն, թե չէ ոտներին գցած, միլիոնները որ աշխատում են։ Դե սիրեր սաղ կկպցնեք, այս մասը հանկարծ չկտրեք։ Ինչպես կշարունակվի նախագիծը, կտեսնենք ապագայում, իսկ հիմա երևի թե անցնենք այսօրվա ամենակարևոր եւ պատասխանատու մասին՝ քվեարկության։ Գորը ունի անմահություն, իսկ դա նշանակում է, որ ներթիմային քվեարկության ժամանակ չեք կարող քվեարկել գորի դեմ։ Ջոկ մեկից ոչ մեկ չի կարելի քվեարկի։ Ինչ ուզեմ անում եմ։ Կարամ սենց նստեմ, չէ՞։ Չեք կարող անեք ոչ մեկը խարից ինձ։ Ինչի եմ ասում ներթիմային քվեարկություն, որովհետեւ կա եւս մեկ քվեարկություն։ Այսօր մենք հնարավորություն ենք տվել թիմերից յուրաքանչյուրին քվեարկել հակառակորդ թիմի յուրաքանչյուր մասնակցի դեմ եւ տվյալ մասնակիցը նույնպես կլքի նախագիծը։ Առաջին հայացքից դա լավ լուր է, որովհետեւ դուք կարող եք մրցակից թիմից հեռացնել ուժեղ խաղացողի, բայց երբ հասկանում ես, որ նույն հնարավորությունը ունի մրցակից թիմը, լուրը այդքան էլ լավը չի դա։ Գորի անմահությունը ազդում է միայն ներթիմային քվեարկության համար։ Ես առաջարկում եմ առաջին հերթին միասնական թիմային որոշմամբ ընտրեք այն մասնակցին մրցակից թիմից, ում վատ լուրը հայտնելու ենք, որից հետո արդեն կանցնենք ձեր քվեարկության։ Վատ լուրը հակառակորդ թիմի համար ես արդեն գիտեմ, հիմա անցնենք արդեն ձեր վատ լուրին, այժմ կարող եք վերցնել այդ թղթապանակները և դրանց վրա գրել ձեր այն թիմակցի անունը, ում այսօր դուք կհեռացնեք ձեր թիմից։ Կանխազգում եմ, որ այսօր Ալբերտոին քվեարկելու են շատ, որովհետև Ալբերտոն տեսակ ձեռքի ինչ արեց, բայց ես հիմա ասում եմ, որ ես չեմ քվեարկելու Ալբերտոին։ Քվեարկությունն ավարտված է և ես շատ կցանկանամ, որ սկսենք Անիտայից։ Ում դեմ ես դու քվեարկել։ Ես ինքս ինձ կուզեի քվեարկեի, բայց քանի որ տենց հնարավորություն չկա, շատ շնորհակալություն էլի։ Կրկին կքվեարկեմ Ալբերտոին, որտեվ ինքը ինձնից չի նեղանա, իրան ոչ մեկ չի անելու, որովհետև ինքը սպորտային է, ճիշտ է այսօր վնասվածք ստացավ, բայց այդ ընդհանրապես իրան չի խանգարում էլի։ Վիկա ջան, ում դեմ ես դու քվեարկել։ Ես քվեարկել եմ մեր Ռազի դեմ։ Ասպասելի է։ Չէ, զուտ մտածելով, որ Ռազին ոչ ոք չի քվեարկելու։ Ինչի Ռազի դեմ ոչ ոք չի քվեարկի։ Ռազը իրականում շատ լավ է դրսևորել իրան խաղերի ընթացքում։ Ռազը արագաշարժ է ինքը, գրեթե գորին հավասար։ Ճարպիկ է Ռազը շատ։ Շատ լավ։ Տեսնենք այդ ձայնը չարկատակ խաղա ձեզ հետ, թե ոչ, ավելի ճիշտ Ռազի հետ։ Անմահ հերոս, լսենք քեզ, ում դեմ ես դու քվեարկել։ Իմ ընտրությունը շատ պարզ է, ձեր նորվա հայտարարած կանոնից հետո հուսով եմ այսին վերջին ընտրությունը չի ես թվում։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի թվում հանգիստ, ներվ չլինի թվում ու առաջին հերթին, որ ես քվեարկել եմ իր համար, այդ ներվերը դեր իրան պետք են ու հուսով եմ ինքնից չի նեղանա։ Ինձ թվում է արդեն գուշակեցիկ ով է։ Անիտան։ Չեմ նեղանայի։ Գոր ջան, շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար, Ռազ ջան, լսում ենք քեզ։ Իրականում ես ավելի դժվար էի պատկերացնում, բայց ցենց որ գնաց ու Վիկան էլ ինձ էր քվեարկել, աստորեն։ Ես էլ լրիվ նույն սկզբունքով քվեարկել եմ Վիկային։ Լրիվ նույն սկզբունքով, որտեվ ես վստահ էի, որ քեզ ոչ մեկ չի քվեարկելու, քվեարկեմ նրան,
ում ոչ մեկ չի քվեարկի։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ այս պահին Անիտան, Վիկան, Ռազը եւ Ալբերտոն ունեն մեկական իրենց դեմ ձայներ։ Հետևաբար ստացվում է, որ Ալբերտոյի ձայնը որոշիչ է լինելու եւ ով է լքում նախագիծը Ալբերտո։ Իմ ընտրությունը կատարել եմ, թե որ աղջկան եմ հանելու, եկեք փակագծերը մի քիչ բացեմ։ Ես իրան շատ եմ սիրում, ինքը թիմին շատ վառ էմոցիաներ էր տալիս, բայց Անիտա կներես, որ դաժե ցած գրել եմ, ուրիշ տարբերակ չկար կներես։ Քանի որ Վիկան անկեղծ շատ կարևոր ներդրում ունի այս թիմի մեջ, ես չեմ ասում, որ Անիտան չունի այդ ներդրումը, ուղղակի Վիկայի ներդրումը անկեղծ թիմին շատ է պետք։ Անիտ ջան կներես, սենց ստացվեց։ Փոսփորողը իր փոսն է անգնում։ Հեսա մի քիչ կհասկանաք։ Հետո հիմա շարունակեք։ Շատ լավ, կարող ենք փոխվել տեղերով, դու, եթե էլի ասելիքներ ունես։ Չէ, всё, վերջ։ Վերջ։ Դե ինչ, կարող եք հրաժեշտ տալ ձեր ընկերոջը, ով լքում է Հերոսների լիգան։ Ինձ դաժե հաջող չի անում Անիտը։ Դու մոտիկ չեկար, ես պետք է քեզ մոտիկ գայի։ Աստված բերի իր դեմ։ Այ քեզ բան, ինձ կվարկում պետք է ես մոտիկ գնա, փողալակ ինքը մոտիկ գա։ Ճոխ կլներ։ Հերոսների լիգա Եկեք կարծանք, թե եւ շոու դպրոցը ում դեմ է քվեարկել Trio Studio-ից։ Ով կլքի եւ շոու դպրոցի քվեարկությամբ Trio Studio-ի թիմը, ով այն չեք կարծում։ Կբասեք դե։ Կարծում ենք ԱԲ-ն։ ԱԲ։ Ես կարծում եի Գոռը։ Ես վստահ եմ, որ ԱԲ։ Խաղը լքում է Ռազմիկը։ Ես զգում եի էլի։ Ես գիտեի։ Իրականում թիմերը պետքա հակառակորդ թիմից հանեին ուժեղագույնին։ Ամենայն դեպս պետք է այդ սկզբունքով առաջնորդվեին եւ երբ շոու դպրոցի թիմը միաձայն ուզում էր հանել Գորին, գտնվեց մի մարդ, ով դեմ գնաց այդ որոշմանը եւ ասաց, որ Գորը արժանի է մնալ Հերոսների լիգայում որպես ուժեղ մասնակից եւ արդար չի լինի նրա դեմ քվեարկել։ Նրան բոլորը լսեցին եւ այդ մարդը այն մարդն է, ում որոշել է հանել Trio Studio-ի թիմը։ Սիրելի Անյուտ, դուք լքում եք նախագիծը։ Երբեմն կոմպրոմիսները խանգարում են, այլ ոչ թե օգնում։ Բայց այստեղ չկան հստակ կանոններ, որովհետև սա Հերոսների լիգան է։ Հերոսների լիգա